ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ Իրանը առնվազն մեկ շաբաթ չեն փոխանակվի հարվածներով։ Նա ընդգծել է վերջին բանակցությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ եղել են դրական եւ իրավիճակը ժամանակավորապես կայունացել է։ Թրամփի խոսքով կողմերը նախորդ հարվածներից հետո արդեն կանգ են առել եւ որոշել են չսրել իրավիճակը։ Նա հավելել է ներկայումս չկա անմիջական ռազմական էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա նշել է, եթե կողմերը պահպանեն զսպվածությունը, հնարավոր է ավելի երկարաժամկետ խաղաղության հիմք դրվի։ Մեծ Բրիտանիայի հրապարակազեկույցի համաձայն պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել 29 նավ, արձանագրվել է ընդհանուր 54 միջադեպ, ներառյալ կասկածելի գործողություններ եւ առևանգումներ։ Նշվում է, իրավիճակը վերաբերում է Հորմուզի նեղուցին եւ Օմանի ծոցին։ Զեկույցում ընդգծվում է, վերջի շաբաթներին հարձակումների թիվը նվազել է, մասնագետները դա կապում են տարածաշրջանում ժամանակավոր լարվածության թուլացման հետ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Վաշինգտոնը կշարունակի Իրանի հետ համաձայնության հասնելու ջանքերը անկախ Իսրայելի դիրքորոշումից։ Նա նշել է միջուկային ծրագրի կարգավորումը ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Վենսի խոսքով հնարավոր է հասնել երկարաժամկետ լուծման բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի նպատակն է կանխել նոր էսկալացիան տարածաշրջանում։ Վենսը հավելել է դիվանագիտությունը շարունակում է մնալ առաջնային ուղի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են հասնել համաձայնության ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Նրա խոսքով կողմերի միջև լուրջ հակասություններ գրեթե չկան։ Թրամփը նշել է, գործընթացը կարող է ավարտվել նույնիսկ ժամերի ընթացքում, եթե չլինեն խոչընդոտներ։ Նա վստահություն է հայտնել առաջիկա բանակցությունները կլինեն վճռորոշ։ Միաժամանակ նա ընդգծել է, իրավիճակը գնահատվում է շատ մոտ լուծման փուլում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ռազմական գործողությունները չեն կարող լուծել Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պեկինի խոսքով ուժի կիրառումը միայն խորացնում է ճգնաժամը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն եւ վերադարձալ բանակցությունների։ Նշվում է, տարածաշրջանում իրավիճակը գտնում է վտանգավոր փուլում։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղ գործընթացին։ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում Համասի 3 զենքի պահեստների ոչնչացման մասին։ Հարվածներն իրականացվել նաև ռազմածովային ոստիկանության շտաբի ուղղությամբ։ Գործողությունների ընթացքում սպանվել են մի քանի զինյալներ։ Նշվում է, թիրախները կապված են ռազմական կառույցների հետ։ Իսրայելը հայտարարել է, գործողություններն ուղղված են անվտանգության ապահովմանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, երկիրը չի փոխի իր արտաքին քաղաքական կուրսը, չնայած Եվրամիության հնարավոր սահմանափակումներին։ Նա նշել է, վիզային ռեժիմի վերացման սպառնալիքները չեն ազդի Թբիլիսիի դիրքորոշումների վրա։ Կոբախիձեի խոսքով հասարակությունը հասկանում է ընթացող գործընթացները։ Նա ընդգծել է, շանտաժը որևէ արդյունք չի տա։ Վրաստանը շարունակում է իր քաղաքական ուղին անկախ արտաքին ճնշումներից։ Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մինդանաո կղզու մոտակայքում։ Վիրավորների թիվը հասել է հարյուրավորների։ Տասնյակ մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են ծանր պայմաններում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով Աֆղանստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար։ Երկրում գործում է մոտ 20 ահաբեկչական խմբավորում։ Նշվում է, դրանց անդամների թիվը տատանվում է տասնյակ հազարների սահմաններում։ Վտանգը հատկապես զգացվում է հարևան երկրների համար։ Ռուսական կողմը կոչ է այլ ուժեղացնել անվտանգության համագործակցությունը։ Թուրքիայի Ակույու ԱԵԿ-ի առաջին էներգաբլոկում ավարտվել է ռեակտորի սառը եւ տաք գործարկման փորձարկումներին նախորդող կարևոր փուլերից մեկը։ Ռեակտորի կորպուսում տեղադրվել են ջերմատվիժ հավաքակազմերի նմանակները, որոնք նախատեսված են համակարգերի պատրաստվածությունը ստուգելու համար։ Ընկերության տվյալներով այս փուլը թույլ է տալիս փորձարկել տեխնոլոգիական գործընթացներն առանց միջուկային վառելիքի օգտագործման։ Ռեակտորում տեղադրվել է ընդհանուր 163 նմանակ, որոնք ամբողջությամբ կրկնում են վառելիքի պարամետրերը, սակայն չեն պարունակում միջուկային նյութեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է անցնել սառը եւ տար գործարկման փորձարկումներին։ Եվրամիությունը հայաստանյան բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները։ Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։ Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ եւ բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը եւ տարածաշրջանում ընդլայնման համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ առավել սերտ կապերին։ Եվրամիությունն ամուր կանգնած է Հայաստանի եւ նրա ժողովրդի կողքին եւ հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղի վրա աջակցելու եւ մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը, ասված է Եվրամիության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը այլ երկրներում նվազում է, սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային եւ Հայաստանին, որտեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ադրբեջանը նրանք անկախ են, Հայաստանը երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար։ Ես նաեւ կարծում եմ, որ ռուսները կորցնում են Մոլդովան, նշել է Զելենսկին։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ եւ ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ եւ քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է, նշել է Զելենսկին։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է պատժվի եւ անցկացնի բանտում։ Դատական Սանտա Բարբարաներին պետք է վերջ դրվի։ Այս մասին գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ դա երկրի եւ ժողովրդավարության անվտանգության հարց է։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ միջև հաջորդ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետքա լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություններ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ այդ ժամանակը ձգելու ես բանի մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ դրել։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։ Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Փաշինյանը նաև շնորհավորել է թիմակիցներին եւ նշել Հայաստանում քաղաքական պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ կառավարող ուժը եւ կառավարությունը ընտրությունների ազատ ու արդար անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք հիմնականում ունի ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11:00-ին։ Ստացել են ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստան կուսակցության, Միասնության թևեր կուսակցության եւ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց եւ թեկնածուների կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թե դիմումների հիման վրա եւ սեփական նախաձեռնությամբ, որ ընտրական տեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու, նշվում է, որ ստացել են 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ ընտրությունների վերահաշվարկի արդյունքները պարզ կլինեն հունիսի 14-ին։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք մտնելու ենք սահմանադրական դատարան, բավականին մեծ փաթեթ է պատրաստվում, ասել է նա։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելուն, Իշխան Սաղաթելյանն ասել է, թե այս հարցով պետք է ընդդիմադիր մյուս գործընկերների հետ քննարկում ունենան, որից հետո նոր որոշում կկայացնեն։ Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումով։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում կարևոր է ԲՀԿ-ի շեմը հաղթահարելը, Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան մտնելու հարցով ապօրինություն է տեղի ունենում, փորձում են սահմանափակել ընդդիմադիր երրորդ ուժի մուտքը խորհրդարան։ Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հաստատել է Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող անտառահատումների եւ արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը։ Նա պաշտոնապես հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում ներքին Հանդ գյուղի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի հատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունները, որ Հորմուզի նեղուցի շրջանում կործանվել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։ Նա հայտնել է ուղղաթիռում գտնվող երկու օդաչուներն էլ ողջ են մնացել եւ չեն տուժել։ Թրամփի խոսքով միջադեպի վերաբերյալ պաշտոնական զեկույցը կհրապարակվի առաջիկա ժամերին։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր ուղղաթիռը կործանվել է դեռևս անհայտ պատճառներով, դեպքը տեղի ունեցել տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։
Զելենսկին Քիշնևի օդանավականում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Նա հանդիպում բնութագրել է որպես շատ դրական եւ հայտնել քննարկվել են Ուկրաինայի պատերազմի ավարտին միտված դիվանագիտական ջանքերը։ Կողմերը խոսել են նաեւ առաջիկա միջազգային իրադարձությունների, այդ թվում G7-ի գագաթնաժողովի մասին։ Զելենսկին ներկայացրել է Կիևի գնահատականները Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության եւ ուկրաինացիների նկատմամբ ցուցաբերվող հարգանքի համար։ Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարածքից նոր հրետակոծություն է իրականացվել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Ըստ զինվորականների արձակվել է 3 արկ, որոնցից մեկն ընկել է իսրայելցի զինվորների անմիջական հարևանությամբ, մնացած 2 արկերը հաջողությամբ որսացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Մի քանի սահմանամերձ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նա զգուշացրել է. Իսրայելը պետք է շատ զգույշ լինի իր հետագա քայլերում Իրանի ուղղությամբ։ Թրամփի խոսքով շուտով կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Իսրայելը միայնակ մնա Իրանի դեմ։ Վաշինգտոնը փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։ Իրանի իշխանությունները հայտնել են Իսրայելի վերջին հարվածների հետևանքով 15 վիրավորի մասին։ Վիրավորներից 14-ը գրանցվել են Խուզեստան նահանգի Մաշշահր քաղաքում, իսկ 1 մարդ վիրավորվել է Թեհրանում։ Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Ջաֆար Միաթֆարին հայտնել է. միայն 1 վիրավոր է շարունակում բուժում ստանալ հիվանդանոցում։ Մնացած քաղաքացիները բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Այս պայդրությամբ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իրանի իշխանությունները շարունակում են գնահատել հասցված վնասների ծավալը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է. «ԱՄԳ-ն երբեք չի պնդել, թե Իրանը միջուկային զենք է մշակում»։ Նրա խոսքով նման եզրակացություն չի արվել նույնիսկ այն ժամանակ, երբ գործակալությունը ազատ մուտք ուներ իրանական օբյեկտներ։ Գրոսին նշել է, ռազմական գործողությունների պատճառով շուրջ 1 տարի ԱՄԳ-ն զրկված է եղել Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու հնարավորությունից։ Միակ բացառությունը Բուշերի ատոմակայանում կատարված ստուգումն է եղել։ Նա նաև ընդգծել է, գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. այս պահին Իսրայելը դադարեցրել է հարվածները Իրանի տարածքին։ Միաժամանակ նա զգուշացրել է, ցանկացած նոր հարձակման դեպքում Թեհրանը կստանա կոշտ պատասխան։ Նեթանյահուն նշել է, Իսրայելը լիարժեք իրավունք ունի պաշտպանելու իրեն։ Նրա խոսքով այս դիրքորոշումը փոխանցվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը պնդել է, Իրանը եւ Հեզբոլլահը այժմ ավելի թույլ են, քան երբևէ։ Նա ընդգծել է, Իսրայելը չի հանդուրժի որևէ նոր սպառնալիք իր անվտանգությանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, Վաշինգտոնը շարունակում է ձգտել Իրանի հետ համաձայնության հասնել։ Խոսքը վերաբերում է հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր գործարքին։ Վենսի խոսքով նման համաձայնությունը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Նա ընդգծել է, այդ հարցում Իսրայելի համաձայնությունը պարտադիր պայման չէ։ Ամերիկյան վարչակազմը շարունակում է դիտարկել դիվանագիտական ճանապարհով կարգավորման հնարավորությունը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում աճող լարվածությունը եւ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Բեյրութի Դահիե շրջանի Իսրայելի հասցված հարվածներին։ Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հետագա զարգացումների շուրջ։ CNN-ի տվյալներով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում է լայնամասշտաբ հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան համոզել է հրաժարվել այդ ծրագրից։ Հեռուստաընկերության տեղեկություններով Վաշինգտոնը մտահոգված է եղել հակամարտության կտրուկ սրմամբ։ Ավելի վաղ Թրամփը նաև հրապարակային նախազգուշացում էր հղել Նեթանյահուին։ ԱՄՆ նախագահը նշել էր, Իսրայելը կարող է միայնակ մնալ Իրանի դեմ պայքարում։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 12 վագոն պարարտանյութ, 828 տոննա ընդհանուր քաշով եւ 6 վագոն ածուխ, 414 տոննա ընդհանուր քաշով։ Գնում է ձայների վերահաշվարկ, ինչից հետո պարզ կդառնա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդյոք մտնում է ազգային ժողով, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակի առաջին համարն Արեգ Կարապետյանը եւ նշել. այդ դեպքում պարզ կլինի ազգային ժողովում գլխավոր դատախազ եւ այլ պաշտոններ ընտրելու ժամանակ ընդդիմությունը կկարողանա իր ձայնն ասել։ Այս հարցերի պատասխաններին ենք մենք հիմա սպասում, ինչից հետո հանդես կգանք հայտարարությամբ, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատավորների նշանակման համար ընդդիմությունը ձայն ունենա, դա հավասարակշռելու է, եթե ոչ, հանդես կգանք հայտարարությամբ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ ընտրություն եւ փողոցային պայքար, ինչի դեպքում քաղաքացիական պայմանագրից 8 պատգամավոր պետք է քվեարկի փոփոխության օգտին։ Եթե քաղաքացիական պայմանագրից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը, նշել է Արեգ Կարապետյանը։
Վահագն Ալեքսանյանն այսօր ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նշված է 22։ Այս հայտարարությանն է անդրադարձել Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւ նշել. Սա ակնհայտ սուտ է ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն եւ հենց այդ 22 ձայնն էլ մուտքագրված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, սա արձանագրված փաստ է, այնպես որ մանիպուլյացիաների կարիք չկա, նշել է Իվետա Տոնոյանը։ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ազգային ժողովում անդրադարձել է հունիսի 7-ին 20:00-ից հետո զինվորականների քվեարկության դեպքերին։ Նա մասնավորապես հորդորել է հարցերն ուղղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներին։ Դիտարկմանը, թե ինչու են զինվորականները քվեարկել իրենց քնի հաշվին, Ասրյանը պատասխանել է. Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուսներին, նշել է Էդվարդ Ասրյանը։ Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են նիստեր վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում մասնավորապես նշել է. շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրման առիթով։ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի եւ Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում եւ մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու իրականացումը։ Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում եւ դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, նշել է Ռուբիոն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Վլադիմիր Պուտինի արձագանքը արդեն իսկ արտահայտվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Նա նշել է Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը ներկայացվել է դեռևս հայտարարությունից առաջ։ Պեսկովը պատասխանել է Մակրոնի, Մերց եւ Սթարմերի համատեղ հայտարարության վերաբերյալ հարցերին։ Այդ հայտարարությունը արվել է Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Կրեմլը ընդգծել է իր դիրքորոշումը ձևավորված է բարձր մակարդակով։ Պեսկովի խոսքով նոր արձագանք չի նախատեսվում։ Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, նախկինում նշվում էր 15 զոհի մասին։ Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը հաստատել է տվյալները։ Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Կրեմլը հայտարարել է Ղրիմում ուղևորատար գնացքի վրա հարձակումը խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Դմիտրի Պեսկովը նշել է նման գործողությունները բարդացնում են հնարավոր կարգավորումը։ Նա միջադեպը կապել է Կիևի գործողությունների հետ։ Ավելի վաղ հարված էր հասցվել Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեքենավարի օգնականը։ Վնասներ են արձանագրվել նաև շարժակազմում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Հռոմի Պապ Լևոն 14-ին նվիրել է Բոսնիայի ձիթենի։ Այն ներկայացվել է որպես խաղաղության եւ երկխոսության խորհրդանիշ։ Բույսը 13 տարեկան իսպանական ձիթենի է։ Վարչապետի մամուլի ծառայությունը նշել է խորհրդանշական նշանակությունը։ Հանդիպումը տեղի ունեցել Մադրիդում։ Իրանական մեհր գործակալությունը հայտնել է Շիրազի օդանավակայանը չի վնասվել։ Իշխանությունները չեն գրանցել հարվածներ տվյալ օբյեկտին։ Ավելի վաղ տարածվել էին հակասական տեղեկություններ։ Իրանական աղբյուրները հերքել են վնասների մասին լուրերը։ Օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։ Մանրամասներ չեն ներկայացվել։ Իրաքը հայտարարել է իր օդային տարածքի վերաբացման մասին։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է տեղեկությունը։ Չվերթները վերսկսվել են, օդային երթևեկությունը ամբողջությամբ վերականգնվել է։ Նախկինում տարածքը փակվել էր լարվածության պատճառով։ Վերաբացումը կապված է տարածաշրջանային զարգացումների հետ։ Իրանի Կարմիր մահիկի խոսնակը հայտնել է 12 հարվածի մասին։ Նրա խոսքով զոհեր եւ վիրավորներ չեն գրանցվել։ Բոլոր վայրեր են ուղարկվել փրկարարական խմբեր։ Իրանը հայտարարել է բարձր պատրաստվածության մասին։ Ներգրաված են ավելի քան 110,000 փրկարարներ։ Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանը հետևում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Նրա խոսքով անվտանգության միջոցառումները շարունակվում են։ Մոսկվան արձագանքում է ռազմական ռիսկերին։ ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանների մոտ երկարաժամկետ գործընթաց է։ Ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը։ Քայլերը ձեռնարկվում են պաշտպանության նպատակով։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, հայտարարությունները մտահոգիչ են։ Նա անդրադարձել է Միացյալ Նահանգների աջակցությանը Ուկրաինային։ Նրա խոսքով դա ազդում է բանակցային գործընթացի վրա։ Լավրովը խոսել է ԱՄՆ միջնորդության սահմանափակումների մասին։ Ռուսական կողմը շարունակում է իր դիրքորոշումը։ Դիվանագիտական լարվածությունը պահպանվում է։ Սաուդյան Արաբիան փոխել է արտահանման ուղիները, Հորմուզի փոխարեն օգտագործում է Կարմիր ծովը։ Նախարար Բանդար Ալ-Խուրեյֆը հաստատել է փոփոխությունը։ Նա նշել է մատակարարումների վերականգնումը, լոգիստիկան վերակազմակերպվել է ճգնաժամից հետո, երկիրը վերադառնում է բնականon գործունեության։ Մոտ 50-ից 60 ձայն է պակասում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բայց ճշգրտման դեպքում կհաղթահարենք 4% շեմը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը։ Հաշվարկները տատանվում են 50-ից 60-ի շրջակայքում ոչ ավել 100-ից։ Հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը, նշել է նա։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում լեհ փորձագետներն իրենց տեսակետներն են հայտնել հայաստանյան ընտրությունների վերաբերյալ։ Փորձագետներից Միխայել Սադլովսկին խոսելով ընտրությունների մասին ասել է, որ եկել է Հայաստան հասկանալու Ռուսաստանի եւ Հայաստանի սպասումները եւ քաղաքականությունը։ Եվ եթե նայեք Հարավային Կովկասի պատմությանը, կարող եք տեսնել, որ նույնիսկ այս գործընթացը Ռուսաստանի ներկայության այս գործընթացը այո, շատ ինտենսիվ եւ շատ ուժեղ է եղել 19-րդ դարից ի վեր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ իհարկե շատերը մոռանում են, որ Ռուսաստանն արդեն այստեղ է։ Եթե նայեք Շիրակին, նրա ամրոցին, այն այնտեղ ամուր արմատավորված է եւ դեռ ոմանք ասում են, որ Ռուսաստանը հեռանում է։ Մենք չգիտենք Ռուսաստանը հեռանում է թե ոչ։ Ես այստեղ եկա հասկանալու Ռուսաստանի եւ Հայաստանի սպասումները, քաղաքականությունը։ Իհարկե մենք պետք է նաեւ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ շատ եվրոպական լրատվամիջոցներ կարծես նույնպես առաջ են մղում իրենց սեփական օրակարգը, քանի որ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Եվրամիությունում կա որոշակի ընդհանուր կոնսենսուս, որ մենք ընդհանուր առմամբ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հարևանների հետ։ Սա ընդհանուր կոնսենսուս է, բայց արդեն ներքին առումով ես տեսնում եմ, որ կան տարբեր շահեր ունեցող երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան։ Լեփորձագետ Մարեկ Ռեշուտան նշել է, որ Կովկասը Հայաստանին չի դիտարկում որպես անկախ երկիր, այլ որպես խաղալիք ինչ-որ երկրի ձեռքում։ Մենք Կովկասը, Հայաստանը կամ Վրաստանը չենք դիտարկում որպես անկախ երկրներ, այլ առաջին հերթին որպես ռուսական ազդեցության գոտիներ։ Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես մի երկիր, որը ցանկանում է ինչ-որ բան անել ինքնուրույն կամ պարզապես փախչել օրինակ Ռուսաստանից։ Եվ սա իմ կարծիքով խնդրի էությունն է, քանի որ մենք Հայաստանը չենք դիտարկում որպես ինքնիշխան անկախ երկիր, այլ որպես ինչ-որ խաղալիք Ռուսաստանի, Ամերիկայի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի եւ այլնի ձեռքում։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ըստ ԱՊԱ-ի այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս առանց որևէ ուշացման։ Հական Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ Ադրբեջանի հետ համակարգված։ Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը եւ գրանցում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում բազմաթիվ խախտումների մասին։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին, մինչ այդ մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաեւ գրանցում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, պատասխանելով Հայաստանի ընտրությունների վերաբերյալ հարցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր է հատուկ նշանակության ուժերի ներգրավում։ Նա նշել է, դիտարկում են երկու տարբերակ՝ կամ անմիջական ներխուժում Իրանի տարածք կամ երկրի խիստ շրջափակում։ Թրամփը ընդգծել է, շրջափակումը կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան ռազմական հարվածները։ Նրա խոսքով ներկայիս լարվածություն չի խոչընդոտի բանակցություններին։ Վերջինս վստահություն է հայտնել, գործարքը կարող է կայանալ, սակայն նա չի բացառել կտրուկ ռազմական սցենարները։
Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում իսրայելական նավագնացության ամբողջական արգելքի մասին։ Նրանք պնդել են, արդեն իրականացրել են հրթիռային հարվածներ Թել Ավիվի մերձակայքում գտնվող թիրախների վրա։ Աբսամդերի հայտարարությամբ հարվածները եղել են ճշգրիտ եւ ուղղված ռազմավարական օբյեկտների դեմ։ Նրանք նշել են ցանկացած իսրայելական նավարկություն Կարմիր ծովում կհամարվի ռազմական թիրախ։ Անսար Ալլա շարժումը զգուշացրել է իրենց ուժերը պատրաստ են հետագա գործողությունների։ Իրանը հայտարարել է պատրաստ է հարվածել տարածաշրջանի բոլոր ամերիկյան եւ իսրայելական նավթագազային օբյեկտներին։ Նշվում է, դա կկիրառվի, եթե կրկնվեն հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանի թիրախների մեջ կարող են մտնել նաեւ միջազգային էներգետիկ ընկերությունների օբյեկտներ։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի նավթաքիմիական օբյեկտների վնասման մասին Իսրայելի հարվածներից հետո։ Իսրայելի բանակը եւս հաստատել էր նման գործողությունների իրականացումը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է նոր լիազորությունների մասին, որոնք թույլ կտան վերահսկել եւ կանգնեցնել կասկածելի տանկերները։ Նրա խոսքով միջերկրական ծովում գործող ուժերը կկարողանան միջամտել ռուսական նավթի տեղափոխման դեպքերում։ Կալասը նշել է, նպատակն է ուժեղացնել վերահսկողությունը այսպես կոչված սֆերային նավատորմի նկատմամբ։ Քայլը ուղղված է Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների սահմանափակմանը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը կոչ է իր քաղաքացիներին լքել Իրանը։ Հանձնարարությունը պայմանավորված է տարածաշրջանում աճող անվտանգության ռիսկերով։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել օգտագործել հասանելի տրանսպորտային միջոցները։ Միաժամանակ նրանց կոչ է արվել խուսափել նոր ուղղություններից դեպի Իրան։ Հորդորը կապված է Իսրայելի հարվածներից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Դեսպանատունը ընդգծել է անվտանգության առաջնահերթությունը։ Վոլոդիմիր Զելենսկին հեգրանքով մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի կոպիտ տոնը։ Նա նշել է, որոշ մարդիկ այն որակել են անամոթ, ինչին ինքը արձագանքել է ժպիտով, ասելով, որ առաջին տարբերակը տեսնելը ավելի ցնցող կլիներ։ Sky News-ի փոխանցմամբ Զելենսկին փորձել է բացատրել, որ իր նամակը հրապարակային է եղել ոչ թե անձնական։ Նրա խոսքով դա պայմանավորված է եղել այն մտահոգությամբ, որ Պուտինը կարող էր պարզապես չկարդալ այն։ Իսրայելական ուժերը Լիբանանի տարածքում իրականացրել են 64 հարված, այդ թվում ավիահարվածներ, անօդաչու թռչող սարքերի հարձակումներ եւ հրետանային ռմբակոծություններ, հայտնել է Լիբանանյան ռազմական աղբյուրը։ Նշվում է, հարվածների մի մասը կենտրոնացած է եղել երկրի հարավային շրջաններում։ Տվյալների համաձայն իրականացվել է 36 ավիահարված, 11 դրոնային հարձակում եւ 17 հրետանային կրակ։ Վնասվել են մի շարք բնակավայրեր, ներառյալ Նաբաթիեն, Տյուրը եւ Բեքահ հովիտը։ Իրանը հայտարարել է, Իսրայելի բոլոր հարձակումները իրականացվում են Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային նշել է, Վաշինգտոնը չէր կարող անտեղյակ լինել գործողություններից։ Նրա խոսքով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը համագործակցում է Իսրայելի հետ ռազմական մակարդակում։ Հունիսի 7-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելական կողմը պնդել է, դրանք որսացվել են հակաօդային համակարգերով։ Եվրամիությունը հաստատել է 6.6 միլիարդ եվրոյի բաշխման նոր ծրագիր։ Կայա Կալասի խոսքով միջոցները կողմեն եվրոպական երկրներին որպես ռազմական մատակարարումների փոխհատուցում։ Ֆինանսավորումը կապված է Ուկրաինային աջակցելու ծրագրերի հետ։ Նախատեսվում է երկու տարբեր բաշխման մեխանիզմ։ Մեկը փոխհատուցվում է արդեն կատարված մատակարարումները, մյուսը նոր աջակցություն։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, չնայած հարվածներին։ Նա նշել է, գործընթացը դեռ չի կանգնել։ Իրանը կարևորում է իր ակտիվների ապասառեցումը բանակցությունների ընթացքում։ Թեհրանը պնդում է, չի պատրաստում զիջել իր հիմնական դիրքորոշումները։ Բաղային նաև նշել է, ռազմական զարգացումները կարող են ազդել դիվանագիտական գործընթացի վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 3.99%, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհուրդ է տվել սպասել ձայների վերահաշվարկին։ Նա վերջնականապես չի հաստատել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանցնի խորհրդարան, թե ոչ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբն էլ հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 9-ից 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 9-ին եւ 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։